ամսի 8-ից հետո մենք ունենալու ենք նոր Հայաստան, ամենաապահով երկիրը, զարգացնելու ենք մեր բանակը եւ ուզում եմ ձեզ երևի առաջին անգամ այստեղ հնչեցնեմ, մենք ծրագիր ունենք զարգացնելով բանակը, վերազինելով բանակը նոր տեխնիկաներով, հասնենք նրան, որ մեր ժամկետային ծառայությունը հասցնենք 1 տարվա, ընդամենը 1 տարվա ընթացքում մենք հասնելու ենք դրան եւ մեր ժողովուրդը կտեսնի դա։ Ես գիտեմ, որ սրանք տարածում են, որ մենք ավելացնելու ենք նորից 2 տարի, բայց մենք հակառակն ենք անելու, մենք 1 տարի ենք սարքելու ժամկետայինը, ունենալով ուժեղ բանակ իհարկե, եւ իրենք վճարվելու են, դրա համար մենք չենք ասում տասնյակ հազար դոլարներ ենք վճարելու, բայց մարդը, երիտասարդը, որ ծառայում է բանակում, պետք է ունենա մինիմալ հնարավորություններ, դա այն մինիմումն է, որ մենք ապահովելու ենք իրենց, գնալով դա մեծանալու է այդ թիվը, պետության հնարավորությունների հետ այդ թիվն էլ է մեծանալու, որ բոլորը ձգտեն, բոլորի համար դա լինի պատվաբեր ծառայություն, չմտածեն, որ նույնիսկ մենք գնալու ենք նրան, ընդհանրապես մենք հետագայում բարձրագույն կրթություն անվճար ենք անելու, բայց իրենք ունենալու են ամենամեծ հնարավորությունները, դա անելու ենք, անպայման անելու ենք եւ ես գտնում եմ դա անհրաժեշտ է, որպեսզի երիտասարդը ինչ որ չափով, որտեղ դուք գիտեք, սրանք հասցրել են այս երկիրը աղքատության, նույնիսկ այդ 40,000 դրամը իրենց ընտանիքների համար շատ կարևոր է լինելու։ Պատկերացրեք Շիրակի մարզը իրենց վիճակագրական թվերն եմ ասում, 43% աղքատություն կա, այսինքն այդ 43%-ի երեխաները, որ գնում են բանակ, այդ 40,000 դրամի կարիքը շատ ունեն։ Այս մարդը նույնիսկ իր մարզն է հասցրել, 2 անգամ ավելացրել է, 20%-ը հասցրել է 39% աղքատության մակարդակը։ Գոնե իր մարզի համար կարար մի քիչ ուղեղ ունենար, ինչ որ բաներ մտածեր։ Ոչ մի բան չեն արել, ոչ մի բան։